Բարի գալուստ մի բեմ, որտեղ երազանքները խոսում են երկով։ Երազանքի բեմ նախագծի գլխավոր հովանավորն է Իջևանի գինու կոնյակի գործարանը, որը հայտնի է իր բարձրորակ գինիներով, զանազան պահածոներով եւ բնական հյութերով։ Գործարանը համադրում է ավանդույթն ու նորարարությունը, օգտագործելով Տավուշի մարզի բերքարատ բնության պարգևները։ Այսօր Իջևանը հանդիսանում է Հայաստանի առաջատար արտադրողներից մեկը, իր արտադրանքը ներկայացնելով տեղական եւ միջազգային շուկաներում։ Իջևանի գինու կոնյակի գործարանը հպարտությամբ կանգնած է երազանքի բեմ նախագծի կողքին։ 4 հզոր անձ, 4 տարբեր ոչ, 1 առաքելություն, ճանաչել ու բարձրացնել նոր սերնդի տաղանդը։ Հայկական երաժշտության անփոխարինելի դեմք, մարդ, ով հայրենասիրությունը դարձրել է երաժշտական լեզու։ Արա Գևորգյան։ Նա ոչ միայն դերասանուհի է, այլև կյանքի արվեստը փոխանցող։ Նրա հայացքը նկատում է ճշմարիտ էմոցիան անկախ տարիքից։ Մարգարիտ Խաչատրյան։ Նրա երաժշտությունն ու ընկերների համար պարզապես հնչյուններ չեն, դրանք ուղիղ խոսք են։ Ռեպեր Լյոկա։ Նա մի անձնավորություն է, ով բերեց մեր ասպարեզ նոր գույն, էթնոգույն, Ethno-Colours-ի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Արտուր Արությունյան։ Մեր հարգարժան ժյուրին պատրաստ է, հանդիսատեսը նույնպես, հեռուստադիտողը վստահ եմ նույնպես ճիշտ ժամանակն է սկսելու եւ մեր առաջին մասնակիցն է Անգելինա Ղանդիլյանը, Շիրակի մարզ։ Ես Անգելինա Ղանդիլյանն եմ, երազանքի բեմ նախագծին մասնակցում եմ, որպեսզի պատմեմ իմ զգացմունքների մասին, դիպչեմ ձեր հոգիներին ու սաուն քայլերով գնամ դեպի երազանք տանող ուղի։ Between
Անգելինա Ղանդիլյան, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի։ Եվ իհարկե առաջինին շատ հետաքրքիր է ինչ կասի Ethnocolors-ի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար պարոն Արտուր, լսում ենք ձեր կարծիքը։ Առաջին անգամ եմ լսում երգող, որը ճիշտ է երգում, միշտ տարբեր ձև են երգում, հեչ նման չի լինում, բայց այս պահին ես տեսա մեր երգչուհի փոքր տեսակը, ես ելույթը տեղադրեմ նաեւ մեր էջում։ Անգելինա, քո ելույթը արդեն խոստացել են տեղադրել էջում, սպասենք, այո, երազանքները կատարվում են։ Լյոկա։ Ես տեսա փոքրիկ արտիստ մեծ պոտենցիալով, բեմադրությունը շատ սիրուն էր ու քո արտիստիզմը շատ սիրուն էր։ Ես վստահ եմ, մենք մի քանի տարուց քեզ մեծ բեմերում ենք տեսնելու։ Ապրես։ Շնորհակալություն, պարոն Գևորգյան։ Շնորհավորում եմ, իսկապես հիանալի էր ու մեր առջև մենք տեսնում ենք պատրաստի արդեն ապագա մեծ արտիստ։ Այնքան գեղեցիկ երկեցիր, այնքան նազանքով աղջիկներն էլ համալրեցին քո նազանքն ու շենշող էներգետիկան, որ ասում եմ սկիզբը ինչպես Լենինականում շտանգեմ վերցիր մեռնի մարևոտ, ըմպես որ գնացինք առաջ, գեցես։ Շնորհակալություն, նշեմ նաև, որ դերասանախումբը ու պարուհիները հենց Արմավիրի մարզի MRT խումբն է, գեղարվեստական ղեկավար Մերին եւ Ռիման։ Մեր հաջորդ մասնակիցը ներկայացնում է մայրաքաղաք Երևանը, Անահիտ Գալստյան, դիմավորեք։ Ես Անահիտ Գալստյանն եմ, մասնակցում եմ երազանքի բեմ նախագծին, որպեսզի մեծ փորձ ձեռք բերեմ եւ ծածանեմ հայկական դրոշը միջազգային մեծ բեմերում։ Ամպերին եմ հասել, ես ճախվում եմ և չեմ վաղենում ընկնել, կանգնած քո դիմաց, ես ունեմ քեզ մի հարց, սերայսի վերջը, ինչ է կորուս տեգանց, գտել եմ գիտեմ, ու եթե քեզ խոսնեմ, առանց քեզ ես ես կյանքում կգրվեմ, Մեզ է անգամ, մեզ է սկսել խանդել, հիմա դեմ անեմ, դու ասա ինձ կունցվել, որ պոմուշ չէ այդ, կանձ է այս սերը մեր, կտել եմ գիտեմ, եթե կեզ կործնեմ, առանց մեզ ես այս կյանքում կդժվեմ, իրոք ոչ որ, չի կարող հավատալ, որ սիրո Առանց քեզ ես այս կյանքում կգրվեմ
Բրավո, ապրես շատ։ Անահիտ Գալստյան, Բրավո քեզ։ հատուկ հյուր, ֆանտաստիկ ձայն, Սոնա Շարգելյան։ Իրականում երազանքի բեմում երազանքները կատարվում են եւ յուրաքանչյուր համար առանձնանում է իր յուրահատկությամբ։ Սոնա Շարգելյանը համաձայնեց հատուկ Անահիտ Գալստյանի երազանքը կատարել եւ մեկ բեմում նրանք այսօր կիսեցին այս կատարումը։ Սոնայի դեպ ձեր կարծիքը որպես իրական երգիծիրուհի։ Նախ ասեմ, որ շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ գտնվում, ինչքան է զբաղված լինեմ, եթե այս հաղորդումն է, չէի կարող ու պարզապես չգայի։ Այս գեղեցիկ հաղորդումը թող միշտ լինի, մեր ժուրիներին ողջունում եմ եւ քեզ ամենակարևորը ցանկանում հաջողություն, միշտ այսպես անկեղծ լինես բեմում։ Անչափ շնորհակալ ենք ձեզ ձեր ներկայության ու անակնկալ ելույթի համար։ Իսկապես ինձ համար էր անակնկալ, շնորհակալություն ձեզ, անչափ։ Սոնա Շարգելյան, Հայաստանի յուրահատուկ տարբերվող հզոր ձայն, ով բազմիցս Հայաստանը ներկայացրել է տարբեր հարթակներում ու բարձր ու պատվով։ Կենթանի ձայն, կենթանի հնչողություն, երազանքի բեմ նեաթիվի եթերում եւ մենք լսում ենք հարգարժան ժյուրիի կարծիքը, պարոն Գևորգյան։ Իր ճկունությամբ, իր երկը ճիշտ մեկնաբանելով, իր արտիստական կեցվածքը բեմահարթակի վրա, մի խոսքով ապրես, շատ լավ էր։ Շնորհակալություն։ Մարգարիտ Խաչատրյան։ Սոնայի մուտքը ինձ համար անակնկալ էր, մի անգամից sense ասացի Աստված իմ այստեղ իսկապես երազանքները իրականանում են։ Այնքան շատ էր էմոցիան, որ չէի դիմանում։ Կեցես, հզորագույն ելույթ, բրավո։ Շնորհակալություն։ Իրական հույզեր եւ էմոցիա, պարոն Արտուր։ Չէի պատկերացրու Անահիտը երգի այս երգը նման սիրուն տեմբրով։ Շնորհակալություն, Լյոկա։ Ինձ ամենաառաջինը գրավեց քո խարիզման, ոնց որ դու ինձ վերցրեցիր ու ես քո հետ հավասար ապրում էի այդ բոլոր զգացմունքները, իսկ արտիստի համար դա շատ կարևոր բան է։ Շարունակում է երազանքի բեմ նախագիծը, իսկ այս պահին բեմում է նուրբ ու քնքուշ համեստությամբ փայլող Էլեն Մխիթարյանը։ Ես Էլեն Մխիթարյանն եմ, մասնակցում եմ երազանքի բեմ նախագծին։ Ցանկանում եմ զարգացնել իմ երաժշտական կարողությունները եւ երազում եմ դառնալ հայտնի երգչուհի։ Isa, ich weiß,
Հելեն Մխիթարյան եւ համար ամբողջացնելու համար մեզ օգնության հասան Նորայրն ու Սուսաննան, անչափ շնորհակալ ենք ձեզ։ Լսենք Հարգարժան ժյուրիի կարծիքը, Լյոկա։ Շատ սիրուն երգ էիր ընտրել եւ չեմ կարող չգնահատեմ նաեւ հագուստը, որը շատ սիրուն է։ Ապրես ու շատ սիրուն կատարում էր, չգիտեմ, ավել բան չեմ կարող ասեմ, բրավո, ապրես շատ։ Շնորհակալություն։ Մարգարիտ Խաչատրյան։ Էլեն ու էլի երկի, Էլեն, էլի, սիրում եմ ձեզ, սիրում եմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Արտուր։ Հաղշնի լեզուն այդքան հեշտ չի ելքել է, ապրես Էլեն ջան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Գևորգյան։ Իսկապես համշենահայերեն այդ տեքստերը շատ դժվար է հիշել եւ երբ որ այս մեր հրաշքը տենց հրաշալի կատարում է ու ինքը էլի նույն ձևի է կատարում ոնց որ իր ներսից դուրս գա այդ ամեն ինչը իր հակուկապից սկսած իր կատարումով հրաշալի է ապրես Շնորհակալություն։ Մեր հաջորդ մասնակիցը Գյումրեցի է, Խեն Տուխելար։ Էդիկ Մնացյանն է երազանքի բեմում։ Ես Էջիկ Մնացյանն եմ։ Մասնակցում եմ երազանքի բեմ նախագծին, որպեսզի նոր ընկերներ ձեռք բերեմ եւ դառնամ ճանաչված արտիստ։ Ահա բացվում է օր եւ իր հետ բերում նոր հույս, որքե գասին մոտ ու բերելով մի շողի լույս, կեժեմ տասամեղ ուժեպիտով կողել ահան, ու կասել դեկա, ստապենք հոնեմ հավիճան, բայց ավախամեն է սոքեր ավևուցը նոր, եմ են ասրդում իմ ուշերի կարոտ, սեղետի պես մեն դյաշիկ ես, մեղալեմ ու մեկ ուսին է ձեքեզիկ մե ոտորիկ ես, սեղետի պես մեն դյաշիկ ես, մեղալեմ ու մեկ ուսին է ձեքեզիկ մե ոտորիկ ես, վերջեր բավեսեն իմ չեմ ուզում լինել գերի ես, Սուրկանով ծանցից կողքը գնեմ հերաշ մեկին ես, խաղերից հոգնել եմ շոքան վրանը ձյան պատիլ ես, պատկերքին ես գում եմ միև նույն է իսինում ես, կերեկի պես մեն դյաշիկ ես, մեղալև ու մեկ լուսին ես, մեկ եզիկ մեր ոտորիկ ես, կերեկի պես մեն դյաշիկ ես, մեղալև ու մեկ լուսին ես, մեկ եզիկ մեր ոտորիկ ես, բերում նոր հույս, որքե գասին մոտ ու բերելով մի շողի լույս, բայց ավախամեն ասոքեր ավևուցը նոր, կեմեն ասրդում իմ ուշների կարոտ, կերակի պես են դյաշիկ ես, մեղալև ու մեկ լուսին ես, մեկ եզիկ մեր ոտորիկ ես, կերակի պես են դյաշիկ ես, մեղալև ու մեկ լուսին ես, մեկ եզիկ մեր ոտորիկ ես, Մեղալև ու մեկ լուսին ես, մեկ եզիկ մեր ոտորիկ ես, կերակի պես են դյաշիկ ես, մեղալև ու մեկ լուսին ես, մեկ եզիկ մեր ոտորիկ ես, կերակի պես են դյաշիկ ես, մեղալև ու մեկ լուսին ես, մեկ եզիկ մեր ոտորիկ ես, կերակի պես են դյաշիկ ես, մեղալև ու մեկ լուսին ես, մեկ եզիկ մեր ոտորիկ ես, Էդիկ Մնացյան, Գյումրի։ Մեր մրցույթը քանի գնում ավելի թեժանում է եւ մեզ համար շատ դժվար է արդեն որոշելով լավ, որտեվ ինձ համար բոլորն էլ լավն են եւ այն աշխատանքը ինչ որ կատարվում այս բեմարտակի վրա ինքը շատ կարեւոր է բոլորիս համար։ Շնորհակալություն։ Շատ լավ է։ Շատ լավ է, շատ։ Իրականում դժվարանում ենք արդեն մրցույթի հետ կապած դրություն կատարել։
Շնորհակալություն Անջապ։ Էդո ջան խելրեմ գսպես ինչ քերնի հենքած անգելի էս ինչ պրիչոս կա ես ինչ կայծակնային սեստրել կաններեն աստվածի մաղավնուտ է արծվի տևերեն ապակա սվտակեր մի քիչ մեծանաս ինձի կինո կտանես մի հատ դոմսագով Այդ ես ասել ես, այդ չասես, Մարգարիտ տատիկ արդեն քո ժամանակը անցել է։ Դու ինձի խոսք ես տվել, որ պիտի ինձ մի հատ կինո դանես, եղավ։ Մի հատ խնդիր կա քո մեջ։ Երկից հետո սենց միանգամից լարվեցին ու սենց բանորած սենց սպասում էր տնային ինչ պետք է ասեն։ Թուլացի, վայելի։ Էդ ամանալու։ Մնացածը սաղ տենց անցողիկ բաներ են։ Վայելի ու դու վստահ եմ կարաս շատ ավելի լավ ապրես շատ։ Շարունակում է երազանքի բեմ նախագիծը ATV եթերում մեր հաջորդ մասնակիցը ներկայացնում է Ստեփանակերտը Մարիա Թովմասյան Ես Մարիա Թովմասյանն եմ մասնակցում եմ երազանքի բեմ նախագծին քանի որ այն ինձ հնարավորություն է տալիս երգել ու ձայնս լսելի դարձնել գլխավոր երազանքս նորից երգել Ստեփանակերտի բեմում Դերապարկյամ, տասնամ տռնում ան, էսա փորձին։ Չէ, տռավիչ, սա իմ հավաշ չի, մին թերեք համա փորձին։ Էլ չտարավ, դե ես բաբո ես 14-ը պարկյամ, դու գրաղան թիմեր։ Մարիա Թովմասյան Մարիա ջան, գյուդում չեմ, հիմա հարցնենք ժյուրիին Արտուր Թետակի երկ ուզենամ պատրաստես հետագայում միասին դա գործիքավորման եմ գիրս Շնորհակալ եմ շատ Հրաշալի առաջարկներ են ու անակնկալներ են այսօր ստանում մեր երազանքի բեմում մասնակիցները Լյոկա Այդ նոր երգն էլ որ մտածեք գործիքավորում անեք, ես էլ մեծ սիրով բառերին կօգնեմ Մի նոր հիթ է ձևավորվում հենց հիմա մեր աչքի առաջ։ Բայց հենց այնպես չեն ասում երազանքների բեմում, երազանքները իրականանում են։ Ապրես շատ։ Շնորհակալ եմ շատ։ Շատ շնորհակալ ենք, անչափ։
Մարգարիտ Խաչատրյան, Ես բեմական առումով ուղղակի խոնարհս կլինեմ քո կողքին մի քանի այսպես հետաքրքիր բաներ առաջարկելու համար հրաշալի բեմական կեցվածք ունես։ Շնորհակալ եմ շատ։ շնորհակալություն պարոն Գևորգյան։ Դու այնքան սիրուն էներգիա մեզ մատուցեցիր, այնքան լավ տեղեր տարար, հիշողությունների գիրկը ընկանք քեզանով, քո մեջ տեսա ամեն ինչ։ Ապրես, շնորհակալություն բոլոր։ Շնորհակալ եմ շատ բոլորից, շնորհակալ եմ։ Շարունակում է երազանքի բեմ նախագիծը TV եթերում եւ մեր վերջին մասնակիցն է Ալեն Գոքոյանը, ներկայացնում է Եղարքունիքի մարզը, գյուղ Սարուխան։ Ես Ալեն Գոքոյանն եմ, մասնակցում եմ երազանքի բեմ նախագծին, որովհետև սա մեծ հնարավորություն է ներկայանալ որպես արտիստ եւ մի քայլով մոտենալ մեծ երազանքի։ Ալեն Գոքոյան, գյուղ Սարուխան։ Պարոն Արթուր։ Շատ լավ կատարեցիր, խոսք չունեմ ուրիշ ասելու։ Շնորհակալություն։ Մարգարիտ Խաչատրյան։ Ես մտորումների մեջ եմ, բայց հուզմունքս չեմ կարող թաքցնել, արցունքներս հազիվ եմ պահել եւ ձայնային տվյալները եւ այդ կանգնելու դվեհությունը եւ ապագայում այնպես խելացի այնքան լավ, այնքան պինդ տղամարդ եմ տեսնում, որի համերգներին եթե թույլ կտաս եւ տոմսա կառնես ինձ համար, ես ներկա կգտնեմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Պարոն Գևորգյան։ Այս երկի շնորհիվ մենք անցանք էլի մեր պատմության էջերից մեկի միջով, հիշեցինք ծանր դաժան օրեր, այս հրաշք պատանին պետք է ինքը կապույտ երկինքը տեսնի ու վազվզի, խաղա, թռվռա, մեծանա, արարի, ոչ թե երկնքով գատուն։ Շնորհակալություն։ Լյոկա։ Դուրս եկավ այն մեսիջը, որոնք որ դուք բեմադրեցիք ու փոխանցեցիք, որ օդում մնում են հիշողություններ, նամակներ մեր սիրելի մարդկանցից
Իմ համար սա մի քիչ ծանր երգ է, եթե անկեղծ ասեմ, բայց դու տվեցիր այդ էմոցիան ու արդարացրեցիր իմ սպասելիքները, մի բան էլ ավել, շնորհավորում եմ, ապրես շատ։ Շարունակվում է երազանքի բեմ նախագիծը ATV-ի եթերում։ Ինչպես արդեն գիտեք, հաղորդման երկրորդ հատվածում մենք անդրադառնում ենք առողջական խնդիրներ ունեցող երեխաներին, ովքեր սահուն քայլերով վստահ երազանքի բեմում ցույց են տալիս իրենց տաղանդը։ Այս անգամ մեզ հյուր է եկել դաշնակահարուհին Արևիկը, իսկ ստեղները կախարդական են, որովհետև հենց ինքը մայեստրո Արա Գևորգյանինն է։ Սիրով ալեցված մարդկանց հանդեպ, տատիկներ, պապիկներ, դա իր սիրելի թեման է։ Պիտի անպայման փաթաթվի, իր սերը արտահայտի, խնդրում ասում, պաչի կանեմ ձեզ, կարելի է պաչեմ։ Հիվանդությունը ախտորոշվեց 3.5 տարեկանում, բայց խնդիր առաջացավ 1.5-ում։ Երեխան սկզբից լրիվ նորմալ էր, նույնիսկ խոսքներ արդեն սկսում ձևավորվել, հետո հիվանդանոց պարկեցինք բրոնխիտով ու տեղից սկսվեց այդ ստրեսային իրավիճակից իր մոտ ի հայտ եկավ վարքային խնդիրներ, չուտել եւ այլն։ Միանգամից խոսքը կորեց։ Հետո սկսեց հայացքը փախնել, երեխան չէր նայում մարդկանց աչքերի մեջ, միանման գործողություններ էր անում 4 տարեկանում նոր ախտորոշում դրեցին երեխային աուտիստիկ սպեկտրի խանգարում զարգացման հապաղում արտահայտվում է վարքերի ձևով եւ խոսքի դժվարությամբ բավականին ուշ է խոսել Դպրոցում 6-րդ դասարանն է, դրան զուգահեռ հաճախում է վերականգնողական կենտրոն, արդեն 8-րդ տարին է։ Այդ ընթացքում մենք էլի շատ այլ վերականգնողական կենտրոններ ենք հաճախել։ Այս ամեն ինչին զուգահեռ իմ ամբողջ նպատակը այն էր, որ իմ երեխան հավասար տիպիկ երեխաների որևէ բան անի։ Ինքը ուներ ակնհայտ երաժշտական ընդունակություններ, այդ կենտրոններում մուզ թերապիաների միջոցով բացահայտել էինք, սկսեցինք աշխատել մասնավոր պարապմունքներով, անհատական պարապմունքներով, բայց իմ ամբողջ նպատակը այն էր, որ իմ երեխան հաճախի պետական երաժշտական դպրոց, սովորական բոլոր երեխաների պես։ Եվ արդեն 2 տարի հաճախում է, փոխվում է 3-րդ դասարանի աղջիկը Դաշնամուրի բաժին է։ Սիրում եմ նվագել Արամ Խաչատրյանի Անդոնդինոն, շատ եմ սիրում Կոմիտասը նվագել Կարյունը։ Փորձել ենք նաև եւ պարի եւ գիմնաստիկայի խմբակներ փորձում էինք ընդունել նորից իր գերակտիվությունը տեսնելով ոչ ոք չէր ուզում իր հետ աշխատել։ Ես համառ եմ, շատ համառ եմ։ Գտա մեկին, ով սկսեց իր հետ աշխատել ամբողջ խմբում տիպիկ երեխաների հետ մենակ ինքն է։ Ու այդ պայքարը էլի է շարունակվելու, ինչը իր մոտ լավ է դրսևորվում, ինքը պիտի ցուցաբերի ու այս առիթն էլ հրաշալի առիթ են մեզ ընձեռել, որ նորից երևա, որ խնդիր ունեցող երեխան հասարակության անդամ է, լիարժեք անդամ է։ Երազում եմ իմ երեխան ավելի մեծ բեմերից նվագի, երազում եմ իր փոքրիկ հակառակությունները հաղթահարենք, որոնք դեռ կան, բայց կհաղթահարենք, հաստատ կհաղթահարենք։ Ինձ թվում է բոլորդ համոզվեցիք դրանում, որ մենք հաղթահարող ենք։ Ես սիրում եմ ձեզ։
Լսենք մեր հարգարժան ժյուրի կարծիքը, պարոն Գևորգյան։ Իհարկե եւ զարմացած եմ եւ ուրախ եմ շատ, որ մեր այս հրաշք փոքրիկը սիրահարված է նվագելուն ու այսօր հիացրեց բոլորիս։ Ապրես։ Մենք գիտենք, որ դուք բազմաթիվ գործիքներ ունեք ու այսօր այդ թանկ ընկերներից մեկը տվել եք մեզ նախագծի համար կրկնակեր հուզմունքը, այնպես որ շնորհակալ եմ, հենց նոր մեր բեմում եւս մեկ երազանք իրականացավ։ Լյոկա։ Շատ ուրախ եւ հպարտ եմ քո համար, քո տեսակի համար, որ դու պայքարում ես ու շարունակում ես գնալ քո երազանքի հետևից։ Ու շատ եմ խնդրում, երբեք չհանձնվես։ Շարունակի անել ու գնալ այնտեղ, որտեղ ուզում ես։ Ու հատուկ ուզում եմ ծափահարեմ քո մայրիկին, որ այդ ճանապարհին քեզ օգնում է եւ քեզ պայքարով տեսակադաս տիրակում։ Շնորհակալություն, Մարգարիտ։ Չեմ կարող չի եկել, արև եկեք, զիզի քարին բերեք, սեսև ամպեր հեռացեք, արև իմ ճամփատվեք։ Երազանքի բերումը այնպիսին է, որ քո բոլոր նպատակները իրականություն են դառնալու։ Շնորհակալություն, Արթուր։ Մեծ երազանքներ ունենաս եւ շարունակես քո նվագելը, ես էլ քո համերգներին ներկա լինեմ։ Ես էլ խոստանում եմ, որ Արևիկը մի քանի ստեղծագործություն էլ նվագի, այսինքն տեսնենք, որ ինքը գնում առաջ աշխատասիրությամբ, ես իրան սինթեզատոր կնվիրեմ։ Երբ խոսքերն ավելորդ են, ես վստահ եմ, որ Արևիկը շատ աշխատասեր է եւ կհասնի նաեւ այդ երազանքի շնորհակալություն անչափ։ Իսկ մեր հաղորդման գլխավոր հովանավորի կողմից փոքրիկ համովություններ հատուկ Արևիկի համար։ Ապրես Արևիկ, այս սափերը քոնն են։ Երազանքի բեմ նախագծի գլխավոր հովանավորն է Իջևանի գինու կոնյակի գործարանը, որը հայտնի է իր բարձրորակ գինիներով, զանազան պահածոներով եւ բնական հյութերով։ Գործարանը համադրում է ավանդույթն ու նորարարությունը, օգտագործելով Տավուշի մարզի բերքարատ բնության պարգևները։ Այսօր Իջևանը հանդիսանում է Հայաստանի առաջատար արտադրողներից մեկը, իր արտադրանքը ներկայացնելով տեղական եւ միջազգային շուկաներում։ Իջևանի գինու կոնյակի գործարանը հպարտությամբ կանգնած է երազանքի բեմ նախագծի կողքին։ ATV եթերում շարունակվում է երազանքի բեմ նախագիծը եւ մենք պետք է ամփոփենք գնահատականները։ Հետաքրքիրն այն է, որ նախագծի երկու մասնակից հավաքել են հավասար միավորներ, պրոֆեսիոնալ ժյուրի կարծիքով։ Եվ այսպես ովքեր են այդ մասնակիցները։ Հավասար միավորներ են հավաքել Էլեն Մխիթարյանը եւ Էդիկ Մնացյանը։ Հիմա երկու մասնակիցներին էլ կտանք հնարավորություն եւս մեկ անգամ ակապելլա ելույթ ունենալու, որից հետո մեր հարգարժան ժյուրին կկայացնի իր որոշումը, թե ով պետք է շարունակի ճանապարհը երազանքի բեմում, իսկ ով կլքի նախագիծը, բայց ոչ մեր մեծ ընտանիքը։
Էլեն ջան, պատրաստ ես։ Քեզ հետ ենք լսում ենք քեզ։ Երկինք էլ ուշկուզիմ, աստեղը փն ուշկուզիմ, երկինք էլ ուշկուզիմ, աստեղը փն ուշկուզիմ, լուսնին կային մեշնան հետ, քեզի փուքթեն ուշկուզիմ, լուսնին կային մեշնան հետ, քեզի փուքթեն ուշկուզիմ։ Շնորհակալություն Էլեն ջան, Էդիկ։ Mon amour, dis-moi que des pensées, si de sens, désolé chiche de dérange. Mon amour, des souvenirs de nous, ton premier rendez-vous, c'était beau, c'était fou, je t'aime, je sais pas pourquoi. Je joue la scène ou pas. Հարգարժան ժյուրի, ում է դուք կայացնեք որոշում, ով պետք է մնա նախագծում եւ ով կլքի նախագիծը այսօր։ ATV եթերում երազանքի բեմ նախագիծն է եւ մենք արդեն ունենք պրոֆեսիոնալ ժյուրիի կարծիքը։ Այս անգամ մի փոքր, շատ չնչին չհերիքեց մեր հրաշք, յուրահատուկ, խեն, էլար, կոլորիտային, գյումրեցի Էդիկ Մնացյանին։ Էդիկ ջան, ինչ կասես։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Ապրես սրակ։ Գլուխդ բարձր եւ մեր հաղորդման գլխավոր հովանավորի կողմից հատուկ փաթեթ քեզ համար համովություններ, այ ինչքան համով կաս, այդպես համով կմնաց լավ, Էդիկ ջան, մենք քեզ շատ սիրում ենք, շնորհակալ ենք մասնակցության համար, Էլեն ջան, միանում ես ընկերներից շարունակելու երազանքի բեմի ճանապարհը։ Երազանքի բեմում Սանա Շակելյանն է ու մեր երեխաները։ Ես պատրաստ եմ քեզ սպասել, յոթ ծովերնի վեր, փնտրածիս անունն ես էր։ Քեզ մարաստղեր են կամուրջներ, որ աստես խոչնդոտներ, լոք մի փոքր սեր, սեր չտողաս քամիներից, հարատև անձրևներից, ծուր օրենքներից։ Քեզ մորձվել ես արևից, շարակել եմ երկնքից էր, ես արժանի քեզ կդառնամ և դեր, քանի ուժ ունեք թեպել, համբուրեմ ու կուղարկեմ վեր, երկրին որտեղ ապրում ես Տես, որ ձուլվել են քո կողքին, հանգնում մեղեդին, սիրող սիրտը ու հոգին։ Դու, որ ամբողջ տեսու հալու, դու առանց վարանելու, երկես դառնալու։ Կա պարզ մի հարց, մի պատասխան, որ է ուժը անսահման, սերն է դա միայն։ Քեզ մորձվել ես արևից, շարակել եմ երկնքից էր, ես արժանի քեզ կդառնամ և դեր, քանի ուժ
TV եթերում երազանքի բեմներ կհանդիպենք հաջորդ շաբաթ